Բարև ձեզ, հարգելի և սիրելի լսարան։ Այսօր ուզում եմ ներկայացնել մի անհատականություն, որի անունը այնքան խորը արմատներ ունի մեր ժողովրդի մշակույթի մեջ, որ անհնար է պատկերացնել հայ գրականությունը առանց նրա։ Նա Հովհաննես Թումանյանն է։ Նրա գրական ժառանգությունը մեր ազգի հպարտությունն է, մեր ինքնության մի մասնիկը։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Նրա ծնողները սովորական գյուղացիներ էին, բայց ընտանիքում կար կրթության հանդեպ մեծ սեր։ Հայրը, Տեր Թադևոսը, գյուղի քահանա էր։ Երիտասարդ Թումանյանը դեռ մանկությունից սիրեց գիրքն ու գրավոր խոսքը։ Նա շատ էր լսում ժողովրդական հեքիաթներ, ավանդություններ, զրույցներ, որոնք հետագայում դարձան նրա ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուրը։ Թումանյանը սկսեց գրել դեռ պատանեկան տարիքից։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է, երբ նա ընդամենը 19 տարեկան էր։ Շուտով նա դարձավ ժամանակի ճանաչված գրողներից մեկը։ Նրա գրականությունը ներառում է բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, պատմվածքներ, թարգմանություններ։ Թումանյանը գրել է պարզ, հասկանալի լեզվով, բայց նրա միտքն ու խորությունը անսահման են։ Նրա գործերը հարուստ են բարոյական արժեքներով՝ ճշմարտություն, արդարություն, ազնվություն և աշխատասիրություն։ Թումանյանի հեքիաթները շատ հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Օրինակ, Սուտասանը սովորեցնում է, որ սուտը վերջում միշտ բացահայտվում է։ Ինչպես նաև անվան հուռին ցույց է տալիս, թե ինչպես է ծուլությունը վնասում մարդուն։ Կիկոսի մահը իր հերթին ծիծաղելի է, բայց միաժամանակ շատ խոր իմաստ ունի։ Նաև Ծիտը, աղվեսնում է տաքսիգարը, Վարդան Մամիկոնյանը, բոլորն էլ ազգային ոգի և արժեքներ կրող գործեր են։ Թումանյանի հեքիաթները ոչ միայն մանկական են, այլ մեծահասակների համար դաս են, ձևավորված պարզ ու կենդանի լեզվով։ Թումանյանը միայն գրող չէր, նա նաև ակտիվ հասարակական գործիչ էր։ Նա միավորում էր մտավորականներին, մասնակցում ազգային խնդիրների քննարկումներին, մասնակցում էր դպրոցների կառուցման, որբանոցների աջակցության աշխատանքներին։ 1915 թվականին Հայոց ցեղասպանության տարիներին նա օգնություն էր կազմակերպում արևմտահայ գաղթականներին։ Նա ասում էր. «Երբ ժողովուրդը ցավում է, գրողը չպետք է լռի»։ Նա նաև միավորում էր հայ գրողներին որպես մի ուժ, որը կարող է ծառայել ազգին։ Թումանյանը մահացավ 1923 թվականին, սակայն նրա խոսքն ապրում է մինչ օրս։ Նրա անունով են կոչվում բազմաթիվ դպրոցներ, թանգարաններ և մշակութային կենտրոններ։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան 45 լեզուներով։ Նրա տուն-թանգարանը Դսեղում և Թիֆլիսում այսօր էլ գործում են, պահպանելով նրա հիշատակը։ Նա համարվում է բոլոր ժամանակների ամենահայ գրողը, քանի որ իր մեջ միավորել է ազգային մտածողությունը, ժողովրդական լեզուն և համամարտկային արժեքները։ Հովհաննես Թումանյանը գրող էր, ով սրտով և հոգով կապված էր իր ժողովրդին։
Նա դարձավ կամուրջ անցյալի և ապագայի միջև։ Նրա գրականությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի մարդը՝ ազնիվ, միամիտ, բարի և հայրենասեր։ Եվ այսօր, երբ կանգնած ենք մշակութային փոփոխությունների դարաշրջանում, կարևորը հենց այն արժեքներն են, որ նա մեզ փոխանցել է իր գործերով։ Թումանյանի խոսքը շարունակում է հնչել մեր դասասենյակներում, բակերում, թատրոններում, գրքերում։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Իսկապես Թումանյանը մեր հոգու հնչյունն է, և ես հենց այնպես չէ, որ ընտրել եմ այս բանաստեղծին, քանզի մենք նաև ունենք ընդհանուր ազգանուններ։ Շնորհակալություն։